անհանգստությունն է, կամ անհանգիստ լինելը, որովհետև որ դրան փաթիները դանդաղ կամ արագ են իջնում, այդ իրար արագ գնալը անհանգստություն ոնց է խորհրդանշի ու նրանք ավելի անհանգիստ են գնալու։ Ինչ-որ ինչ-որ բան են ուզում մարդկանց ասին կամ ինչ-որ բանի մասին են ուզում պատմել։ Ճավիտ ճանապարհն ես գծում, հա։ Ուր է կանգնում որ ջան։ Ման չնոս։ Հանդիսություն ես զգում։ Ես ձայները կողքից որ գալիս է։ Ձյան։ Ձյան ես որ քայլում են որ ձյան շշոզը։ Սպիտակ շղարշը հանգստացնում է, չէ՞։ Բայց թվում է որ այս ճանապարհը տանում է դեպի հավերժություն։ Շերմակ հավերժություն։ Հա։ Դե չէ՞ դա, այդ դատողությունը։ Հա։ Որ քայլում ենք ու այդ սպիտակը չի վերջանում։ Անսահմանություն։ Հա։ Մեծ նախագծում ենք Պապատ post։ Ահա։ Էլ ինչ է ստացվում։ Այո, օդի մեջ ինչ կա։ Օդի մեջ հիմա ինքն Այս պահին մենք փոխեցինք, չէ՞։ Մենք հասանք ամենաէներգետիկ կենտրոններից մեկը, չէ՞, վանական համալիրի մոտ, հիմա իջնում ենք գետի մոտ։ Ահա։ Ջուրն էլ է, չէ՞, ամենահա։ Այս դարմեջ լասը այս ծրեին քայլում է։ Ահա։ Այս դենն է գալուս։ Խշխշոց։ Այ էդին լավն է շուտ հանգստացնում։ Խշխշոց հանգստության մասին։ Բամբամադետ ծառ։ Վանը սպիտակի մեջ ես հողոց քարերը իմ ոցս վախ են առաջացնում։ Վախ։ Քար վախ։ Ահա։ Զինի քարները կախված են ամբերից։ Ու տենց իրանք իշնեն լիճը։ Բարելով։ Հա։ Էլիս։ Անի։ Ուրան։ Գետի ձայն։ Ահա։ Գետի ձայններ են հանգստացնում։ Ես որ գետի փշոց եմ լսում, հիշում եմ իմ պապիկ տատիկներին կամ ծնողներից, որովհետև իրանք միշտ պատմում են, ասում են, որ այս գետի խշոցի ձայնը իրանք ստանում է մանկություն, դրա համար իմ կարծիքով այս ձայնը ավելի շատ կապված է մանկության, ուրախության, տեխնիկական բաների։ Հա, քո դեպքում այս կարա լինի սերունդների կամուրջ, հա։ Քեզ հիմա հիշեցրեց քո տատիկի, պապիկի պատմությունները։ Հա։ Գետը կամուրջ, հա։ Հիշողության կամուրջ։ Հա, հիշողության կամուրջ կարամ ասեմ։ Ահա։ Այ մտածել եք քարանձավները ինչ են հիշում, ինչ պատմություններ կարա են։ Մարդկանց պատմությունը, իրանց առաջացման, իրանց գոյատևման։ Իմ կարծիքով այս գետը մեկ էլ խորհրդանշում է ուժի մասին։ Դեռ առհասարակ ձմռանը գետերը սառչում են, իրանց վրա սառույց է լինում, բայց այս գետը ուժեղ է եղել, անկոտրում է եղել ու ինքը շարունակել է հոսել իր խշշոցով, ինքը բան է տալիս։ Պայքարի։ Հա։ Ինքը հանգստացնող ձայներ է տալիս։ Հասարակական։ Հա։ Գետը ինչ անում։ Մաքրում է, չէ՞։ Հա։ Մարդկային հետքեր, հա։ Բրճան մեջ քայլում են։ Հա։ Այդ ներ ասիր ձայն, չէ՞, մարդկային հետքեր, ձայնող հետքեր, հա։ Ահա։ Անի։ Գետը ավելի շատ ինձ խորհրդանշում է որպես բան ասել։ որպես ազատություն, որ ինքը անդադ խոսում է անտերը ծայրի ոչ չունի, ազատություն, ինքը որտեղ ուզի կարանա հոսել։ Ինքը քնած էի։
Կեփինոյից այս բանսայր նայելը Ժայռերը ինձ թվում է որ էդին նախաշշնում որ մարդիկ հելնում են ու իրենց վախերը հաղթահարում են հա հաղթանակի ժայռեր են, հա։ Վախ հաղթանակ ժայռ ու այս տեսարանը գարշատ նին դուրսեր աղերար Ձերացած բնություն մտածեցինք ավիզին որ մենք ինչ-որ բան ենք ուզում արագ հասնենք շում մեր նպատակին երազանքին ու հասնենք դեպի խոնարհված եկեղեցի, որը մեր պատմությունն է խորհրդանշում մտածեցինք որ մենք հասնում ենք դեպի խոնարհված երազանք այտենց ինչ-որ բան ռիսկ բայց էլ չգիտեմ ոնց կարամ նկարագրեմ այդ անում ավելի շատ ասի հարվածը բայց ոչ ինձ այս քարի ինձ թվում է որ խորհրդանշում է ազատություն խաչ ազատություն ֆիքսենք լավ դու իսկում գծեցի մեր տոնակարին ինչ ասում հեշտ է ճամփա գծել այո հա Ընկանը ոնց որ ես եկեղեցին ասում եմ ես հիմա քնելու եմ կարող եք գալ բայց կշասնում եմ այստեղ վտանգավոր է այսինքն դիցյունը հալտինա իսկ անդրանա վեճ ավելես կարիդասը իսկ ուրիշ ինչ եք տեսնում հա ուրիշ ինչ կա խորքեր ու աճը բայց արդեն չորացել պատմության մասնիկը, դարձել են մեր հավատքի մասնիկը ու հիմա փորձում են հիմա դեպքում։ Հիշում եք մեր այս ոտքի տակ ինչ է, հա, տապանակարեր են, չէ։ Այո։ Տեղ-տեղ ծիգրակում են այս խաչքարների գլուխները, որ մեզ ողջում եկել են։ Հա։ Դեռ մեզ են սպասում։
այն մասում դեռևս պատեր կան ու վերևի այդ հատվածը փակել ու ինքը ավելի շատ մերակցություն է խորհրդաշը, որտեղ մնացած բոլորը արդեն իրենց բաժին ձյունը ունեցել են, իսկ ինքը տարբերվող է մնացել, ինքը Մեկուսացել է։ մեկուսացել է ու ինքը չի ցանկանում պատմել ձյանը։ Ինձ պիտի ասես, Էլիզա, ինչ ես զգում, որ այդ ընդ շոյում ես։ Հրշոյում եմ, փափկություն եմ զգում։ Ոնց որ վրացեցիք տենց նկարներն ինքն էլ ա, նկարներն էլ ուզում պահպանվել, որ ցույց տան առաջ ոնց են նկարվել, ասես եկեղեցու պատերի վրա։ Այսինքն ձեռքդ ուզեց, որ իրանց շոյի, հա, քո ջերմությունը։ Ընտելացնի բան եկեղեցին։ Մենք չենք կարող չենք խոնարհվելու եւ մնալ ծանոթ։ Շատ գեղեցիկ է։ Սա արդեն խանդվել է։ Բայց մեկը պայքարում է, որ սպին մնա։ Պայքար, հա, որ հիմքերը ամուր մնան, չէ։ Ես որ այդ մտնում ենք մյուս սենյակ եկեղեցու, եւ որ պատերից բոլորը բռնվելով են բարձրանում, իսկ թվաց եկեղեցին ավելի շատ հենարանել է, ինքը բանանում, մեզ թիկունքում է միշտ ու մենք կարանք ոնց որ դատարկենք մեր սրտի պարունակությունը, մեր խոսքերն ասենք եկեղեցու առաջ։ Ատարը, վրացից հիշում։ Այդ որտանում այդ մեկը տարածքի ու արատես անդինի առաջին ստացա։ Ոնց որ մեկը հատ Այսինքն Thank you.